Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ որոշ քաղաքացիներ օդային ճանապարհով ժամանել են Հայաստանի Հանրապետություն եւ իրենց հետ բերել են ընդհանուր 113 միլիոն կանխիկ Ռուսաստանի Դաշնության ռուբլի։ Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո Զվարթնոց օդանավակայանից քերական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից այդ անձին կարգելանքի են վերցվել։ Բերվել են հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչություն, որտեղ էլ ձերբակալվել է։ Բացի այդ, պետքետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել նաեւ տեղեկություններ այն մասին, որ մի շարք քաղաքացիներ ժամանելով Հայաստանի Հանրապետություն իրենց հետ պարբերաբար ներմուծել են 18-ից մինչև 100 միլիոն գումարի չափով կանխիկ ՌԴ ռուբլի։ Պարզվել է, որ ներմուծված կանխիկ գումարները արձառն տրամադրվել են Երևան քաղաքում գործող արտարժույթի որոշ փոխանակման կետեր։ Կանխիկ գումարներ ներմուծած անձինք դրանք փոխանցել են Երևան քաղաքում գործող որոշ փոխանակման կետերի աշխատակիցների։ Վերջիններս էլ խախտելով արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին ՀՀ օրենքի պահանջները, առանց համապատասխան ձևակերպումների եւ փաստաթղթավորման, կանխիկ ՌԴ ռուբլիները փոխանակել են ԱՄՆ դոլարների, որոնք էլ հետագայում արտահանվել են։ Տեղեկությունները փոխանցվել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, վարչական պատասխանատվության հարցը քննարկելու եւ հետագա ընթացքը լուծելու նպատակով։